խոսքս ուղղում եմ բոլոր մեր հայրենակիցներին, որոնք հիմա այստեղ սահմանադրական դատարանի մոտը չեն։ Թող որևէ մեկից չթվա, որ վաղը որևէ հրապարակում բողոքի ցույցի ժամանակ այստեղ Ավետիք Չալաբյանի լուսանկարն է, Անդրանիկ Թևանյանին, հարյուրավոր մեր հայրենակիցների, որոնք այսօր բանտում են։ Նիկոլը գալույա բոլորի տները և այս իշխանության ընտրական կեղծիքները, որը բողոքարկում են մեր փաստաբանները սահմանադրական դատարանում, չեն ավարտվել ընտրությունների օրոք։ Այսօր էլ շարունակում են կեղծել։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այս իշխանությունը հունիսի 2-ին ազգային ժողովում արտահերթ նիստով ափալ-թափալ փոխելու է ընտրական օրենսգիրքը, որի արդյունքում սիրելի 100 հազարավոր քաղաքացիներ, ում հայրը, ամուսինը, եղբայրը, ազգականը սոցիալական բեռի պատճառով ամիսներ շարունակ աշխատում է արտագնա աշխատանքով, փոխելու են օրենքը, այդ մեր բոլոր հայրենակիցներին սերկելու են ընտրության մասնակցելու իրավունքին։ Այս իշխանությունը ամեն օր օրենք խախտելով գնում է բոլորիդ հետևից։ Եվ իրականում այս սահմանադրական դատարանը անկախ դրանից, թե ամսի 4-ին ինչ որոշում է կայացնելու, այս տարվա ընտրությունները այն համատարած կեղծիքներով, վարչական լծակներով, անօրինականություններով հարյուրավոր մեր քաղաքացիներին, շտաբների աշխատակիցներին ձերբակալելով դարձրեց այլևս համատարած անվստահ ընտրություններ։ Ինչ էլ որոշի սահմանադրական դատարանը, հայ ժողովրդի պատմության մեջ 26 թվականի խորհրդարանական ընտրությունները մնալու են ոչ լեգիտիմ, մնալու են կեղծված, մնալու են հանցագործների ձեռքով մեծ հանցագործություն։ Եվ մի օր այս բոլոր հանցագործները համայնքի ղեկավարներ լինի, տարբեր պաշտոնյաներ լինեն, այս բոլոր հանցանքների համար պատասխան են տալու։ Այդ նորից կրկնում եմ, են մեր բոլոր հայրենակիցները, ովքեր այստեղ չեն, ովքեր մտածում են, որ իրենց տանը իրենց համար ապահով է, մոռացեք, Նիկոլը գալու է բոլորի տները, ոնց որ եկել է այս տարիների ընթացքում։ Հիմա ձեզնից շատերը լսում են այս ազգականին, այն ազգականին, որ ուրախության, տխրության պատճառով մի քանի օրով եկել է Երևան, Հայաստան։ Տիպերով տանում են 25-օրյա վարժական հավաքներին, արատավորում են մեր բանակը, արատավորում են մեր առաջնագիծը, մեր անվտանգությունը, մենակ իրաց կարողանան պահել։ Ու շնորհակալ եմ բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր անցնող ամիսներին, ընտրարշավի ժամանակ իմանալով, որ ամեն մեկի տունը առավոտը 7-ին քննիչն ու ոստիկանը գալու է, մինչև վերջ կանգնեցին, ամեն ինչ արեցին, սրանց հեռանալու համար։ Եվ վստահ եմ, ձեր պայքարը, ձեր արդյունքը ունենալու է վերջնական հաղթանակ։ Շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք Արմպուլսեյմի սոցիալական ցանցերում։